Մինչև հիմա խոսում էինք պարաբերական ֆունկցիաների Ֆուրիերի շարքերի մասին, հիմա արդեն նաև կխոսենք ոչ պարաբերական ֆունկցիաների մասին էլ։ Այստեղ ասենք դիցուկ հատ ֆունկցիա ունենք, որոշված է, ասենք -p բաց p փակ էս կիսաբաց միջակայքի վրա, հա։ Երևն ինտեգրելի է։ Այդ մի կետում ոնց որ -p-ի վրա գրենք, այդ մի կետում ոնց որ արժեքը հարց չի լուծում, հա։ Ինտեգրել եմ -p-ի վրա։ Այդ դեպքում էլի ոնց որ կարող ենք պարբերականացնել, հա, այս ֆունկցիայի պարբերականացվածը դիտարկենք, 2p պարբերական դիտարկենք։ Ինչ ասենք, ստեղ ունենք ֆունկցիա, այս -p-նա, այս p-նա, ամենապարզ շուտ մի բան է, օրինակ սա է։ Հիմա սրա 2p պարբերական շարունակությունը ինչ է լինելու, պարզապես նույն ձև կրկնելու ենք, հա, այսինքն դիտարկենք f-ի 2p պարբերական շարունակությունը։ Ասենք այս է, f աստանիշ x-ը հավասար լինի f(x)-ին, երբ որ x-ը -p-ից p-ը, և f աստանիշ 2p պարբերական է, այսինքն x պլյուս 2p կան, հավասար է f աստանիշ x։ Էլի կամայական x-ի համար -p+x։ Մասնավորապես, ստեղ մեր ֆունկցիայի արժեքը -p-ում, հա, այս պարբերական շարունակությունը, մեր սկզբնական ֆունկցիան -p-ում որոշված չի, բայց պարբերական շարունակության արժեքը -p-ում համարելու ենք ոնց որ նույնը ինչը որ p-ում, իսկ p-ում արդեն մեր սկզբնական ֆունկցիան որոշված էր, իր արժեքը համընկնելու է p-ի հետ, այսինքն այդպես բաց էր, հա, այսպես, այդտեղ բաց է լինելու, ստեղ էլի Արի, հիմա արդեն այս f աստղանիշի համար Ֆուրիերի շարքերը դիտարկել ենք, ու եթե ասենք ֆունկցիան ինչ-որ իմաստով լավն է, հա, ասենք չգիտեմ, Լիպշիցի պայմանին է բավարարում կամ դիֆերենցիալի է կամ ինչ-որ պարագայում արդեն գիտենք, որ իր Ֆուրիերի շարքը զուգամտելու է իրան, հա, ու կամ այն դեպքում, երբ որ խզվող է, բայց միևնույնն է այդ պայմաններին բավարարում է, հա, զուգամտելու է այդ կետում միակողմանի սահմանների կիսագմարին, հա, այսինքն ինչ ունենք, որ նկատենք, որ f աստղանիշ և f ֆունկցիաների այդ Ֆուրիերի շարքերը
համընկնում են եւ եթե օրինակ կտոր առ կտոր դիֆերենցիալի է ապա այդպիսին է նաև F աստղանիշը ոստի F աստղանիշի Ֆուրեի շարքը շարքը կզուգամիտի արդեն F աստղան, շարքը կզուգամիտի ինչա լավ եկեք սենց գրեմ Ֆուրեի շարքը բոտ SN F աստղանիշ x0 կզուգամիտի ինչին F աստղանիշ x0 plus մնաց F աստղանիշ x0 minus բաժանած երկուսին եթե x0-ն պատկանի մինուս պի բացին, ապա ինչ ենք ունենալու, այս աստղանիշ ֆունկցիայի միակողմանի սահմանները պարզապես համընկնելու են f-ի միակողմանի սահմանների հետ, ապա f աստղանիշ x0 պլյուսը հավասար կլինի f(x0 պլյուսին այսին լավ ես պլյուս մինուսը ստե պլյուս մինուսին հավասար կլինի և SN f(x0) որը ասել էինք, որ այս Ֆուրեի շարքը համընկնում է F աստղանիշի Ֆուրեի շարքի հետ կզուգամիտի արդեն F-ի տվյալ կետում միակողմանի սահմանների կիսագումարին այսին ինչ որ ստացել էինք պարբերական ֆունկցիաների համար, այդ նույն բանը կպահպանվի ոչ պարբերականի համար, եթե ֆունկցիան որոշված է մինուս պի այդ կիսաբացի վրա, իհարկե այն պարագայում, երբ որ այդ կետը մինուս պի բացից է, հիմա մի հատ էլ դիտարկենք այն դեպքը, երբ որ ասենք x0 պին է, Եթե x0-ն հավասար է պի, հիմա եթե մեզ երկու պի պարբերությամբ շարունակած ֆունկցիայի ուզում ենք միակողմանի սահմանը հասկանալ, ձախակողմյան սահմանը հասկանալ պի կետում, այդ ում հետ է համընկնելու։ Այդ պարզապես, եթե այս պիին ձախից ենք մոտենում, դա զուտ համընկնելու է մեր f-ի նույն միակողմանի սահմանի հետ, այս եթե աջակողմյանը նայենք, եթե աջակողմյանն ենք նայում, այսին ոնց որ նայում ենք f աստղանիշ x, x-ը ձգտում է p-ին աջից, արդեն ստեղ մեր ֆունկցիան f-ի հետ չի համընկնում, պետք է ինչ անենք, երկու պի հանենք, եթե երկու պի հանենք, x հանած երկու պի գրենք, x-ը էլի թող ձգտի
B-ին աճից, քանի որ 2p պարբերական է, ոնց որ այս կողմից գալի փոխարեն գալիս ենք այս կողմ, ուստեղ արդեն x հանած 2p-ին կգտնվի մինուս p-ի միջև, ու այդ պատճառով կարող ենք f աստղանիշը փոխարինել f-ով, հա? Ես եթե f-ով ենք փոխարինում, մեր մոտ տեսնում ենք, որ այս f-ի արգումենտը ձգտում է ինչի՞, մինուս p-ին ու այդ մինուս p-ին ձգտում է աճից։ Այսինքն տեսնում ենք, որ ստեղ մի փոքր այլ է իրավիճակը, այսինքն այս մեր սկզբնական ֆունկցիայի Ֆուրիերի շարքի մասնակի գումարները ձգտելու են արդեն այդ p կետում ձախակողմյան ու մինուս p կետում աջակողմյան սահմանների կիսագումարին։ Ինչ հարց կար։ Ասեն ստեղ այստեղ x0 ինձ ավելով թերգելել է, այսի p գրենք, հա, SNF p։ Իհարկե SNF մինուս p-ն ինչին է ձգտելու։ Ֆուրիերի շարքի մասնակի գումարները, որ մինուս p-ում նայենք, ինչ է փոխվելու։ Ոչ մի բան չի փոխվելու։ Դրանք Ֆուրիերի շարքը 2p պարբերական ֆունկցիա է, p-ում նայեք, մինուս p-ում նայեք, նույն բանն է լինելու։ Պարզապես ստեղ ինչ էինք p-ն ընտրել, որտեղ մեր ֆունկցիան, ասենք, համարում էինք մինուս p կիսաբացի վրա որոշված p-ն էինք ընդգրկել, դրա համար ստեղ p-ներ արեցինք։ Հարի։ Հիմա համանման ձևով արդեն կարող ենք ոչ միայն մինուս p-ի վրա որոշված ֆունկցիաների համար Ֆուրիերի շարք դիտարկել, այլ կամայական մինուս l հատվածի վրա որոշված ֆունկցիայի համար, հա, Ֆուրիերի շարք դիտարկենք։ F Okay. Լավ, հիմա մենք Ֆուրիերի շարքը կարողանում ենք սահմանենք այն ֆունկցիաների համար, որոնք որոշված էին մինուս p-ից p, հիմա կարող ենք այնպիսի մի ֆունկցիա դիտարկենք, որը մինուս p-ից p դիտարկենք, ասենք px-ը f ինչ ֆունկցիան այն, որ արդեն այս px-ը որոշված լինի մինուս p-ից p-ի վրա։ Այս արգումենտը մեր մոտ, որ մինուս l-ից l կարանք բերենք էտի մինուս 1-ից 1 հատվածին x-ը ինչ անելով, բաժանելով l-ի վրա, մի հատ էլ, որ մինուս p-ից p բերելու համար էլ բազմապատկենք p-ով, հա, ստացվի ինչ որ պետք է, հա։ Հիմա այն գործակիցները, հա, այս p ֆունկցիայի ոնց են որոշվելու 1p-երորդ ինտեգրալ մինուս p-ից p px ասենք կոսինուս nx dx իհարկե px-ը եթե փոխարինենք f at px l-երորդով
Սեղ մի հատ էլ կարող ենք ոնց որ փոփոխականի փոխարինում անել, տերով նշանակենք px-ել երրորդը, հա։ Ու ինչ ենք ստանալու։ Ստանալու ենք այս 1p երրորդ, հիմա ինտեգրման սահմանները կփոխվեն, եթե մինուս p տեղադրենք, ստեղ մինուս l եք վերքեմ։ Չէ, ստեղ ենք սխալ գրել, ժողովուրդ։ Մենք ուզում էինք, որ x-ը մինուս p-ից p լիներ, հա, ոնց որ դրա համար ոնց որ սա պիտի բաժանենք p, որ մինուս 1-ից 1 գար, հետո բազմապատկեինք l-ը, որ մինուս l-ից l լիներ, ու այդ պատճառով ոնց որ այս ֆունկցիայի արգումենտը մինուս l-ից l-ուն լիներ, որտեղ եւ որոշված է, հա։ Ու հիմա եթե x-ը տեղադրենք մինուս p-ին համապատասխան p-ի արժեքը կլինի մինուս l-ը։ Իհարկե։ Ստեղ կունենանք f-տ, կոսինուս, դե x-ն էլ կլինի p-տ l երրորդ, հա, ստեղ կունենանք p-տ l երրորդ, ու դե իհարկե p-տ l երրորդ, հա, ստեղ p-երը կարող են կրճատել, 1 l երրորդն էլ դրսում գրել, ունենանք այս բանաձևը, ոնց որ 1 l երրորդ մինուս l-ից l, f-տ կոսինուս p-տ l երրորդ dt։ Ստեղ ոնց որ այս որ նայեք բանաձևի տեսքը համարյա նույն ձևով պահպանվել է, ստեղ 1 p-երորդ մինուս p-ից p էր, ստեղ էլ 1 l երրորդ մինուս l-ից l է, պարզապես այս ֆունկցիաները արդեն, եթե սկզբնական ֆունկցիաները 2p պարբերություն, եթե n-ը անտեսեինք, 2p պարբերություններ, ստեղ արդեն համապատասխան գործակցով բազմապատկացավ, որ 2 էլ պարբերություն ունենա։ Չէ, ոնց որ այս համաչափը նայում ենք, բայց կարող ենք հետո կամայական այլ միջակայքի վրա նայել, այսա հետ էլ կասենք, հա, ու b-ն գործակիցնել, ինչ եք ակնկալում, որ լինի։ P-ն էլ երորդ, հա, հետո։ Այսպիսով, f-ի ֆուրիերի շարքը մինուս l հատվածի վրա կհամարենք ինչա, a0 կես, գումարած, գումար, ինչ պիտի գրենք, ասենք ական ինչով պիտի բազմապատկվի։ Կոսինուս, pn կա, pn x, l երորդ, ու ստեղել գումարած b կա, արդեն սինուս, pn, բեք եք ստեղ են գրեմ, որում դեր էլ երկու տեղ չուղեն, pnx, l երորդ, մեկա ակա բեկա երեկային, այս ալինելու,
Հա, այսօր մեր արդեն ֆուրեի շարքն ենք համարելու։ Իհարկե մինուս L-ից L-ի փոխարեն կարող է լինել կամայական այլ հատված։ Ասենք եթե f-ը շվացը ասենք Արդյության համար այս տեսքով գրենք, հա, AA պլյուս 2L հատվածի վրա ապա նա ֆուրեի շարքը, հա, էլի նույնը, հա, լետ ազերով կես գումարած այն կոսինուս xl ներորդ գումարած այնտեղ փոխվելու են գործակիցների հաշման բանաձևերը մի փոքր, հա, ինչ արնել, որտեղ այն ու B-ը ովքեր են։ Այնը հիմա ինչ է հավասարվելու։ 1/3 ինտեգրալ A-ից A պլյուս 2L, հա, էլի։ Հո fx կոսինուս gx էլի, հա։ Հատ լավ։ Ֆեյերի թեորեմը մենք ասել ենք, որ եթե ֆունկցիան որոշակի չափով լավն է, օրինակ եթե դիֆերենցիալ է ու երկու պարբերական է, այդ դեպքում ֆունկցիայի ֆուրեի շարքը զուգամիտում է, հա, հենց ֆունկցիային։ Բայց առհասարակ միշտ չի, որ ֆունկցիայի ֆուրեի շարքը բոլոր կետերում զուգամիտում է ֆունկցիային, պարզվում է, որ եթե ոչ թե նայենք մասնակի գումարները, այլ մի հատ էլ մասնակի գումարները միջինացնենք, դրանք իրոք կձգտեն ֆունկցիային ավելի ոնց որ թույլ պայմանների դեպքում, օրինակ անընդհատության դեպքում, հա, եկեք մի հատ փոքր օրինակ նայենք, տեսնենք, որ այդ միջինները նայելով կարող է որոշակի հատկություններ լավանան, հա, օրինակ մի հատ տարամետ հաջորդականություն կարող եք ասել, հա, -1-ի ենաշճան, հա, ասենք 1, -1, 1, -1, այս տարամետ է, հա, այն-ը հավասար է -1-ի ենա, հիմա եթե դիտարկենք հետևյալը, դրանց միջիններից կազմված հաջորդականությունը նայենք, ինչ ենք ունենալու, ասենք եթե մեր AN-ը 1, -1, հետո 1, -1 արժեքներն է ընդունում, մեծատառ AN-ը, առաջինը 1-ը միջինացնում ենք 1-ա լինում, հետո 1-ին գումարում ենք -1-ը, կիսում ենք 0 տալի, հետո
այս 3-ն ենք իրար գումարում, բաժանում ենք 3-ի 1/3-ը տալի, հետո 4-ն ենք գումարում, բաժանում 4-ի 0-ը տալիս, հա, տեսնում ենք, որ ստեղ 1 ինչա լինելու 1/5, հետո էլի 0, հետո 1/7 ու տեսնում ենք, որ արդեն այս միջինները դիտարկելով, հա, որոնք անվանում են այս Չեզարոյի միջիններ, հա, այս Չեզարոյի միջինները դիտարկելով տեսնում ենք, որ ինչ-որ տարամետ հաջորդականությունը կարող ենք տեսնել, որ այս միջինները, Չեզարոյի միջինները արդեն լավ էլ զուգամիտ են ու ձգտում են 0-ի։ Հա, այսինքն եթե ինչ-որ մի թիվ ուզենայիք ասոցացնել, հա, այդպես շատ նորմալ կլիներ, որ 1-ի ու -1-ի 1 ու -1 արժեքներ ընդունող այս հաջորդականությունը, թե ինչ-որ բան համարեիք, որ պետք է ձգտի, ուրեմն այդ թիվը հաստատ 0-ն էիք համարել, էլի, ուրիշ թիվը չէիք համարել։ Լավ։ Բարի, ու պարզվում է, որ հիմա եթե դիտարկենք f ֆունկցիայի Ֆուրիեի շարքի մասնակի գումարների Չեզարոյի միջինները այսինքն NX-ով հետևյալը նշանակենք, հա, 0-րդ մասնակի գումարը, հա, հետո առաջին մասնակի գումարը, այդպես n-րդ մասնակի գումարը, քանի որ ստեղ ունենք քանի հատ անդամ n+1 հատ անդամ կբաժանենք n+1-ի, հա, այս միջինները որ նայենք, սրանք ինչ-որ իմաստով ավելի լավ հատկություններ են ունենում, քան պարզապես մասնակի գումարները ու կամ եթե ավելորդ, հա, դիտարկենք այս Չեզարոյի միջինները, սրանք են, որոնց կանվանենք Հիմա Ֆերրի թեորեմը հետևյալն է ասում, եթե F-ը անընդհատ է, հա, երկու պի պարբերական է, անընդհատ է մինուս պի վրա, ապա նրա Ֆերերի միջինները ձգտում են իրեն, հա, իրեն, այսինքն այս PNX-երը, որ այդ մասնակի գումարների միջին թվաբանականներ, հա, կձգտի
Մեր ֆունկցիային բոլոր x-երի համար մինուս p-ից։ Այս Fairy theorem-ը մենք չենք ապացուցի, բայց մի հատ սրանց հետևանք կստանանք։ Մի կողմից շատ պարզ, մյուս կողմից շատ կարևոր։ Այս մասնակի գումարներն են, հա, Ֆուրեի շարքի։ SNX-ը մեր Ֆուրեի շարքի n-րդ մասնակի գումարն է։ Հիմա այդ մասնակի գումարները ոչ թե SNX-ն ենք նայում, այլ այս միջինացված հաջորդականությունն ենք նայում, հա, ոնց որ այս ստեղ էինք արել։ Թե Fairy միջիններն են գրել, այս մի հատ էլ ոնց որ այս տեսքով են գրել, հա, որ Phi-ները ձգտելու են F-ին։ Մասնակի գումարների միջինները։ Հա, S0x գումարած SNX, այսի SN-ներ են, S Phi-ա։ Նորմալ է։ Okay։ Հիմա հետևանքը եթե F-ի Ֆուրեի բոլոր գործակիցները լինեն 0, F անընդհատ, հա, 2p պարբերական ֆունկցիայի բոլոր գործակիցները Ֆուրեի գործակիցները, հա, բոլոր Ֆուրեի գործակիցները զրային, ապա ինչ եք կարծում, ինչ պիտի տեղ ունենա, այդ որ ֆունկցիան է, որ բոլոր գործակիցները զրային լինելու։ Ակնհայտ է, որ ֆունկցիայի բոլոր գործակիցները 0 են լինելու։ Հա? 0 ֆունկցիայինն է, բայց հետաքրքիրն է, որ էլ ուրիշ ֆունկցիա չի լինում, հա? Այսինքն այս Fairy theorem-ի միջոցով կարող ենք համոզվել, որ էլ ուրիշ ֆունկցիա չկա, որի բոլոր գործակիցները 0 լինեն։ Այն պայմանով, որ անընդհատ ենք պահանջում, որ այդ ֆունկցիան լինի ու 2p պարբերություն։ Ապա f-ը նույնաբար 0-ն է։ Սրա վերաբերյալ շորիդյաներ կան, ոնց հասկանանք, որ այդ ֆունկցիան զրոյականն է, նույնաբար 0 ֆունկցիան է։ Հա, սովորաբար աշխատում եմ, բայց այս անգամ տենց շատ ուղիղ գնում եք ու տեղ եք հասնում, շատ ուղիղ գնալը որն է։ Եթե այն-ը ու b-ը բոլորը 0 են, այդտեղից հետևում է, որ այդքան ուղիղ չէ։ Այդ ոնց որ մի անգամից աշճաններով իջնելու փոխարեն սենց մի անգամից դուրս իջնենք, էլի։ Ինչպես։ Մասնակի գումարները, Ֆուրեի շարքի մասնակի գումարները բոլորը 0 կլինեն։ Եթե դրանք 0 են, արդեն ոնդեղ Phi-ը կամ սովորաբար Sigma-ը, հա, Sigma-ն x-ով պիտի նշանակած լինի, լավ, ինչևից Sigma-ն 0x գումարած x plus 1/4-ը, սա էլ է 0 լինելու, հետևաբար ձգտելու է 0-ի։ Մյուս կողմից
Թեորի թեորեմի համաձայն, հա։ Այս վերի միջինները գտնում են fx-ին, ոստի fx-ը կլինի 0։ Այսինքն տեսնում ենք, որ այսինքն միակ անընդհատ եւ երկուպի պարբերական, հա, երկուպի պարբերությամբ ֆունկցիան, որը օրթոգոնալ է բոլոր այդ կոսինուս nx, սինուս nx-երին, հա։ Կոսինուս nx, սինուս nx-երին, հա։ Եթե ուզում եք n-ը մեծ կանցել է 0, հա, սա գրենք, օրթոգոնալ է բոլոր այս ֆունկցիաներին, դա որն է, նույնաբար 0 ֆունկցիան է, այսինքն ոչ մի էլ ֆունկցիա չկա, հա, որ դա նույնաբար 0-ն է։ Այս ոնց որ բավականին կարևոր հատկություն է, որ եռանկյունաչափական համակարգը ունի, ու այդ դրա շնորհիվ ոնց որ տեսնենք ինչ քիչ հետո կունենանք, հա։ Մեզ էլի անհավասարություն եւ Պարսիվալի նույնություն, հա։ Բեսել։ Երկու էսով, հա։ Theorem. Եթե f-ն ինտեգրելի է, մոդուլում f-ն ինտեգրելի է մինուս p-ից p-ի վրա, ապա պարզվում է, որ եթե նայենք գործակիցների քառակուսիների գումարը, ապա դա փոքր հավասար լինելու մեր ֆունկցիայի ինտեգրալի քառակուսի ինտեգրալից, ինչ-որ գործակցով։ Որին անվանում են այս անհավասարությունը անվանում են Բեսելի անհավասարություն, հա։
Մենք մի փոքր մի հատ պնդում նախ կապացուցենք, որից եւ Բեսելի անհավասարությունը կբխեցնենք։ Ինչպես։ Այստեղ ոնց որ հարցը այն է, որ ֆունկցիան ընդհանրապես ինտեգրելի է, հա։ Այսինքն եթե շատ լավ ֆունկցիա լինի, ու իմանանք, որ իր Ֆուրեի շարքի մասնակի գումարները ոչ միայն զուգամիտում են այդ f-ին, այլ հավասարաչափ են զուգամիտում f-ին, այդ դեպքում f քառակուսուն էլ ոնց որ այդ պարագայում հա կարելի է սրա նման այս հավասարությունը ստանալ։ Իրականում սրան անպատասխանող հավասարությունը, հա, արդեն այդ Պարսևալի նույնությունն է, որը հետևանքային փաստի, որ էլ այս մեր եռանկյունաչափական ֆունկցիաներին օրթոգոնալ էլ ֆունկցիա չկա, հա, այսինքն ոչ մի այլ ֆունկցիա չկա, որը օրթոգոնալ կլինի բոլոր մեր ունեցածներին։ Ֆունկցիաների օրթոգոնալությունը, որ իրենց արտադրյալի ինտեգրալը 0 է, հա։ Այսինքն այն ժամանակ, երբ որ եթե հիշում եք, երբ որ Ֆուրեի շարքն էինք, Ֆուրեի շարքից էինք ուզում խոսայինք, սկզբում պարզապես ասացինք, ասենք, չգիտեմ, 3-5 կոորդինատներով վեկտորը ոնց է այս վերլուծում 3 հատ 1 0 եւ գումարած 5 հատ 0 1 հա կոորդինատներով այդ երկու հատ վեկտորով ու 3-ն ու 5-ը ոնց է ստացվում։ 3-ն ու 5-ը հանդիսանում էին այդ մեր տրված վեկտորի եւ 1 0-ի կամ 0 1-ի հետ սկալար արտադրյալ այդ նույն ձևով էլ Ֆուրեի շարքը, հա, կազմելուց այդ նույն գործն էինք անում։ Okay։ Լավ, Տարտենք ասենք այս ալիքով թող լինի ասենք A0 ալիքով կես, հա, այս սրանք հեշտ պարտադիր չի, որ մեր Ֆուրեի շարքի մասնակի գումարի հետ համընկնի, հա, այսինքն այս գործակիցները ինչ որ գործակիցներով հատ n-րդ աշճանի եռանկյունաչափական բազմանդամ դիտարկենք եւ նայենք այս f հանած SN ալիքովի քառակուսու ինտեգրալը։ Ու պարզա, որ այս ինտեգրալը մեծ կամ հավասար է 0-ից, հա։ F-ից հանած այդ SN ալիքովը քառակուսին մեծ կամ հավասար է 0-ից։ Մի հատ էլ եկեք առանձին այդ հաշվենք, տեսնենք այդ իրանից ինչ է ներկայացնում ու հասկանանք, թե այս գործակիցների որ ընտրության դեպքում կունենանք այս արտահայտության ամենափոքր արժեքը։ Ինչպես։ Երբ որ պարզվում է, որ այդ ամենափոքր արժեքը, այս ինտեգրալը ընդունում է այն դեպքում, երբ որ այս AK ալիքով, BK ալիքովները պարզապես հանդիսանում են մեր ֆունկցիայի, հա, Ֆուրեի շարքի գործակիցները, հա։
ֆուրեի գործակիցներն։ Բարի։ Այս 1/3 մյուս կողմից 1/3 ինտեգրալ մինուս p-ից p f-ից հանած այդ SN ալիքովի քառակուսի։ Այդ ինչն է։ Մի հատ 1/3 կունենանք f-ի քառակուսի, չէ՞։ F քառակուսի հանած պետք է գրենք 2f SN ալիքով։ Եկեք այդ հանած 2-ը դրսում գրենք f անգամ SN ալիքովը SN ալիքովի տեղն էլ գրենք այդ իրա վերլուծությունը, հա, այսինքն իրա այս տեսքը։ A0 ալիքովի կես, գումարած չեմ խելավորացնում, հա։ Հանած 2/3 ինտեգրալ մինուս p-ից p, հիմա fx-ը պետք է բազմապատկենք SN ալիքովի հետ, SN ալիքովը հետևյալներ, AK կոսինուս kx, մնաց BK, նո AK ալիքով կոսինուս kx, BK ալիքով սինուս kx, հա։ Մի հատ էլ պետք է այդ քառակուսի բարձրացնենք, հա։ Գումարած մեկը բաժանած p անգամ ինտեգրալ մինուս p-ից p A0 ալիքով։ Կես գումարած էլի այդ նույն բանը։ Կոսինուս kx ալիքով սինուս kx։ Այս ամբողջը քառակուսի ենք բարձրացնում, ինտեգրում ենք։ Լավ, հիմա եկեք հասկանանք ինչ ունենք։ Նո, առաջին գումարելին պարզապես մի հատ գրենք, հա, 1/3 ինտեգրալ մինուս p-ից p f քառակուսի x dx։ Հիմա քանի որ այս վերջավոր գումարը կարող ենք այդ գումարը հանել դուրս ու f-ը բազմապատկենք, հա, այս ֆունկցիաների հետ, ինտեգրենք, հետո նոր գումարենք։ Հիմա եթե f-ը բազմապատկենք կոսինուս kx-ի հետ ու ինտեգրենք, մի հատ էլ 1/3-ով բազմապատկենք, այդ ինչն է ստացվելու։ Ականա չէ ստացվելու։ Այսինքն ստեղ ունենալու ենք հանած 2 հատ, ստեղ ունենալու ենք f-ի ինտեգրալը f-ի ինտեգրալը 1/3-ը պետք է A0-ն լինելու, հա, A0 ալիքով անգամ A0 ալիքով կեսը բազմապատկած A0-ով, A0 կեսով կներեք։ Ու մարկան մեկից են, ստեղ AK ալիքով, անգամ AK, գումարած, BK ալիքով, անգամ BK։ Մի հատ էլ ինչ պետք է անենք։ Ասենք օրինակ այս քառակուսին որ բացենք, կոսինուսն ու սինուսը օրինակ երբ որ իրար հետ բազմապատկում են, այդ ինտեգրալները գիտենք որ
այն ժամանակ տեսել ենք, որ դրանց արտադրությունները 0 են, հա, կամ կոսինուս kx-ը, եթե կոսինուս մեկ այլ գործակցով x-ի հետ բազմապատկվի, էլի 0 է լինելու, այսինքն այդ բացելուց հետո բոլոր արտադրյալները, բացի են նրանք, որոնք որ համընկնում են ու քառակուսի են բարձրանում, բոլորը 0 են տալու այդ ինտեգրալները, մենակ մնալու են նրանք, որոնք որ ինքը իր հետ է բազմապատկվում։ Այդ ինքը իր հետ բազմապատկվողների ինտեգրալներն էլ պի է տալիս, հա։ Ինչ է պի է տալիս։ Վայ։ Ու ինչ ենք ունենալու ենք, հա, պի է տալիս, շատ լավ, այսինքն ինչ ենք ունենալու, 1 պի-երորդ, ու սրա քառակուսու ինտեգրալ, այսինքն 2 պի անգամ a0 ալիքովի քառակուսի բաժանած 4, ու գումարած սրանց ինտեգրալներն էլ փաստորեն պի անգամ ակ ալիքովի քառակուսի ու պի անգամ բկ ալիքովի քառակուսի դեպքին կարող ենք ընդհանուր անել ու գրել գումար կամ 1-ից n ակ ալիքովի քառակուսի գումարած բկ ալիքովի քառակուսի։ Հատել ես գործակիցը նայենք ճիշտ են գրել թե չէ, ես a0 թե a0 կես պիտի գրենք, մեր մոտ ինչ է, f-ի ինտեգրալն է 1 պի-երորդով, ես a0 ալիքով կեսը կար, բայց այստեղ ոնց որ պարզապես a0 ենք ունենում։ Չէ, պարզապես f-ի մեր մոտ a0-ն ինչն է, 1 պի-երորդ, ինտեգրալ մինուս պի-ից պի, fx dx։ Դες fx dx-ը մինուս պի-ից պի, որ ինտեգրեինք, 1 պի-երորդ գործակցով, հետի a0-ն ենք ստանալու, որը բազմապատկվելու էր այս a0 ալիքով կեսով։ Լավ։ Բարի։ Հիմա իհարկե այստեղ կարող ենք պի-երը կրճատել, ու ինչ ենք ունենում։ Այս ինչպես? Չէ, ոնց որ լավ, սենց նայենք, հիմա ասենք, օրինակ ունենք ակա ալիքով քառակուսի, հետո ունենք հանած 2 ակա ալիքով ակա, եթե դրան գումարեինք ինչը, ակա քառակուսին, այդ լրիվ քառակուսի կունենայինք, չէ? Իհարկե մինուս նշանով էինք ունենալու, ցեն եթե ստեղ գումարենք նույն ձևով ստեղ ինչ ունենք, ունենք a0 ալիքովի քառակուսու կեսը, այդ կեսով նաև ունենք 2 a0 ալիք a0-ն, եթե ստեղ մի հատիկ հանենք հետևյալը, a0 քառակուսի կես ու գումար ակա քառակուսի գումարած բեկա քառակուսին, այս մյուս տեղը արդեն ունենալու ենք մի հատ էլ հանած, ինչ, ներքեմ ճիշտ եմ գրում, թե սխալ եմ գրում, չէ, գումարած ենք ունենալու, ինչ ենք ունենալու, ստեղ մի հատ a0 հանած a0 ալիքովի քառակուսի կիսած ու գումարած կան 1-ից n ակա հանած ակա ալիքովի քառակուսի և բեկա հանած բեկա ալիքովի քառակուսի։ Շատ լավ։ Այս օրինակ այս կոմպոնենտը նայենք, ակա հանած ակա ալիքովի քառակուսին։ Այդ ինչն է, մի հատ ակա քառակուսի է, որը հանել ենք, չէ՞։
ոնց որ գումարը հանել ենք ակաքառակուսին, կրճատվեց ակաքառակուսին։ Հետո հանած 2 ակ ալիք, որը այստեղ առկա է մինուս 2 ակ ալիք ու գումարած ակ ալիքովի քառակուսի, որը էլի առկա է։ Այսինքն ոնց որ երկու քայլը միանգամից արեցինք, դրա համար կարող է իրոք մի փոքր անհասկանալի լինի։ Այսինքն ինչ ենք տեսնում, որ իհարկե այս քանը մեծ կամ հավասար է 0-ից։ Ու տեսնում ենք, որ լավ, ստեղից ոնց հետևացնենք, հա։ Հետևաբար ինչ ենք ստանում։ Այս մինիմում 1/3 մինուս p-ից p f-ից հանած S-n ալիքովի քառակուսին լինելու է ինչը։ Մինիմումը վերցնում ենք բոլոր այդ ակ ալիքով, բկ ալիքովների համար։ Մինիմումը ստացվելու է այն ժամանակ, երբ որ այդ ակ ալիքովը ու բկ ալիքովը հենց Ֆուրիեի գործակիցներն են, հա։ Ու դա լինելու է այդ A0 քառակուսի կես գումարած, կներեք, f դա լինելու է 1/3 այդ ինտեգրալ մինուս p-ից p f քառակուսուց հանած այս գումարը, այն մնացածը ոնց որ մնացածի մինիմալ արժեքը 0-ն է, որը դեր է ունենում այս պայմանների դեպքում, այսինքն այստեղ ունենում ենք մինուս A0 քառակուսի կես գումարած սա էլ իհարկե որպես ոչ բացասական ֆունկցիայի ինտեգրալ մեծ կամ հավասար է 0-ից, այսինքն ստանում ենք, որ հենց տեղի ունի Բեսելի անհավասարությունը։ Տեսնում եք, որ այս ինտեգրալը մեծ կամ հավասար է այս գործակիցների քառակուսիների գումարից, որտեղից բխում է, որ լավ, ավելի ճշգրիտ գրենք ինչ է բխում, որ 1/3 ինտեգրալ մինուս p-ից p f քառակուսի x dx-ը մեծ կամ հավասար է ինչից։ Այս գումարից։ Ինչն է ստեղ գրված գումարի ու ստեղ գրված գումարի տարբերությունը։ Լավ, ոնց ստանանք։ Այս որ n-երի համար է ճշմարիտ, բոլոր n-երի համար է, եթե n-ը ձգտեցնենք անվերջության, կստանանք հենց Բեսելի անհավասարությունը, հա։ Այ սկզբից որ անվերջ գրենք, պարզ չէ, դի զուգամետ, ազուգամետ չի ինտեգրելի է ու մնացած բոլոր հատկությունները, հա։ N-ը ձգտեցնելով անվերջի կստանանք Բեսելի անհավասարությունը։ Լավ, Պարսևալի նույնությունը այդ այստեղ արդեն կարևոր ժամանակ չի մնացել մի երկու բառով զուտ ասենք, հա։ Պարզվում է, որ այս ինտեգրալը հենց ճշգրիտ հավասար է լինում այդ արտահայտությանը, այսինքն եթե
մեկից անվերջ գումարն ենք վերցնում։ Այսինքն ոնց որ ասած Պյութագորասի թեորեմն է արդեն Ֆուրեի շարքերի համար, էլի։ Զուտ է դա։ Տեսնում եք, թե չեք տեսնում։ Ոնց որ այս քիչ առաջ որ վերցնում ենք, ինչ էինք ասում, ասում ենք, եթե այս վեկտորից հանենք մասնակի գումարը, ասենք այս վեկտորը, այս ուղղությամբ ինչ վեկտոր հանենք, ամենափոքր արժեքը, հա, այդ տարբերություն վեկտորը ամենափոքրը կլիներ, երբ որ սա համընկներ այդ իր մասնակի գումարի հետ, այսինքն իր պրոյեկցիայի հետ, ու այդ տարբերությունը հանդիսանար սա։ Այդ ամենափոքր արժեքն է լինել, մինչև հիմա այդ էինք անում։ Ու տեսանք, որ ոնց որ սա մեծ կամավասարա, սրա սրա քառակուսու երկարություն, հիմա եթե եռաչափ տարածություն ունենայինք, հա, կարայինք նույն ձևով սրա քառակուսի գումարած սրա քառակուսի, դրա այդ երկուսի քառակուսիներից գումարից մեծ կամավասար ստանանք, եթե մի քիչ ավելի շատ չափանի տարածություն ունենայինք, ավելի շատ գումարներ կլներ, բայց քանի որ այն Ֆեյերի թեորեմի մեջ ասել ենք, հա, որ սինուս կոսինուսներին, հա, մեր եռանկյունաչափական այդ ֆունկցիաներին օրթոգոնալ ֆունկցիա տակը չի մնում, այսինքն հենց այդ բոլոր քառակուսիները, որ իրար գումարում ես, ստանում ես այդ քո ֆունկցիայի կոպիտ ասած երկարությունը, քառակուսու ինտեգրալն ես էլի ստանում։ Okay։ Բարի։ Սրա միջոցով օրինակ կարող ենք x քառակուսի ֆունկցիա վերլուծենք Ֆուրեի շարքի, հա, ասենք, եթե x քառակուսին վերլուծում ենք Ֆուրեի շարքի, սենց մի բան է ստացվում, հա, Ֆուրեի շարքը, պի քառակուսի երրորդ, բնականաբար քանի որ այս ֆունկցիան զույգ ֆունկցիա է, իր Ֆուրեի շարքը լինելու է կազմված միայն կոսինուսներից, հա։ Ոստեղ այս այն քառակուսին էլ գալու է այն պատճառով, որ x քառակուսի անգամ կոսինուս nx-ը որ ինտեգրեք, ոնց եք ինտեգրելու մասերով, քանի անգամ եք մասերով ինտեգրելու։ Երկու անգամ, ամեն անգամ կոսինուս nx-ը որ տանեք դեի տակ, մի հատ այն արտադրիչ է գալու, հա, այն քառակուսին դեից կառաջանա, ու հիմա եթե ուզում եք օրինակ գումար մեկը բաժանած այն քառակուսին ստանաք, հա, մարդ կար որ ուզում էր, հա, այսօր լավ է հիշեցի, թե չէ, ես ուղղությամբ չեն գնալու ճիշտ ասած։ Ինչ պետք է տեղադրենք, որ արժեքը ոնց որ գումար մեկը բաժանած այն քառակուսի ստանալու համար, լավ, ստեղ երևի -1-ի n աշճանա, երևի թե -1-ի n աշճանա, x-ի տեղը ինչ դնենք, որ գումար մեկը բաժանած այն քառակուսի ստացվի։ Աստե ինչ-որ լավ 4-ն։ Հա? P։ Եթե x-ը p դնենք, այդ դեպքում, այս մեր Ֆուրեի շարքն է, այդ մեր Ֆուրեի շարքը p-ում, ինչ է լինելու։ Լինելու է p քառակուսի երրորդ, գումարած 4-ով, -1-ի n, կոսինուս pn, բաժանած այն քառակուսի, իսկ կոսինուս pn-ը էդի պարզապես -1-ի n աշճանն է, ասենք ստանանք p քառակուսի երրորդ, գումարած 4-ով, գումար մեկը բաժանած այն քառակուսի։ Լավ, բա հիմա այս Ֆուրեի շարքի արժեքը p-ում ինչն է լինելու, ինչի է p քառակուսին լինելու։ Ոնց որ պետք է այդ միակողմանի սահմանների կեսագումարը գրեինք, հա, այսինքն պետք է գրեինք մյուս կողմից S-ին լինելու է ինչ, մեր ֆունկցիայի մի հատ p-ում
Ձախակողմյան, հա, սահմանը գումարած մինուս պիում արդեն աչակողմյան սահմանը ու կիսագումարը։ Իհարկե երկու կետում էլ ինքը պի քառակուսի է ձգտում, ասենք կիսագումարը պի քառակուսի է տալի, ու քանի որ կտոր առ կտոր դիֆերենցիալ է, իրոք այս հավասարությունը տեղի ունի, այսինքն ստանանք, որ պի քառակուսի երրորդը գումարած 4 հատ գումար 1-ը բաժանած այն քառակուսին պի քառակուսի է տալի, ըստեից էլ արդեն որ պի քառակուսի երրորդը տանենք ու բաժանենք 4-ի, ստանանք այն հետաքրքիր հավասարություններից մեկը, հա, որը հեշտ չի ստանալ, հա։ Գումար 1 բաժանած այն քառակուսին պի քառակուսի 6-րդ է։ Հե։ Հա։ Չգիտեմ ոնց արե, կարելի է նայել, տեսնել ոնց արե։ Okay։ Չէ, տենց մեկը բաժանած այնի ցանկացած աշճանը չես կարող ստանալ։ Զույգ աշճանները մենակ կարող ես ստանալ, իրականում ասենք գումար 1-ը բաժանած այն խորանարդի մասին լիքը բան անհայտ է։ Օրինակ անհայտ չի, անհայտը թե ինքը տրանսցենդենտ է, թե չէ, ну, ոնց որ լավն է թե վատն է, հա, եթե ռացիոնալ, իրացիոնալ, այսինքն ինչ որ հանրահաշվական բազմանդամի արմատ հանդիսանում է, թե չի հանդիսանում, հա։ Հա։ Չէ, ոչ մի տենց տեսքել չունի, հա։ Իհարկե լիքը հավասարություններ կլինի ուրիշ բաների միջոցով, որը որ էլի հայտնի չի, բայց տենց լիքը կապեր կա, բայց ուղիղ ոնց որ այն մեր իմացած թվերի հետ վերջավոր գործողություններով չէ։ Էդի ոչ կուրսային է, ոչ դիպլոմային է։ Էդի ասենք մեծ մրցանակի թեմա է։